Քանի իննեմնիմի մասին խոսեցի, մի հանգամանքի էլ կուզեի անդրադառնալ, շատերն են երեք տեսել, ինձ նաև գրել են կապված այն քննարկման հետ, որ մեր առաջին հյուրի Աղվան Վարդանյանի հետ ունեցանք, մասնավորապես Երկիր.am-ի այդ Նարեկ Սամսոնյանին վերաբերող այդ գրառման դեպքի հետ, հիշեցնեմ ինչի մասին էր խոսքը, Նարեկը Մալյան հրապարակել էր, որ սկզբից մի լուր, որը վերաբերում է պատգամավորներից մեկի այցին Միքայել Սրբազանին եւ Նարեկ Սամսոնյանին, որոնք երկուսն էլ գտնվում են Իզմիրլյան բժշկական կենտրոնում, այդ նյութը տեղադրել էին պատգամավորի Տիգրան Աբրահամյանի լուսանկարն էր, վերևը Միքայել Սրբազանի, ներքևը Նարեկի լուսանկարը եւ սկրիներով, բաներով, ամեն ինչ փաստերով եւ որոշ ժամանակ անց մեկ էլ չգիտես ոնց նյութի ուղեկցող նկարը փոխվում է եւ Նարեկ Սամսոնյանի նկարը հեռացվում է այդտեղից։ Ես այդպես մոտավոր էի խնդրին ծանոթ, ոչ ամբողջությամբ, ոչ ամբողջ ծավալով, մեր հեռուստադիտողներից, մեր եթերը դիտողներից հարցեր էին մի քանիսը հնչեցրել, ես էլ հրապարակավ նշեցի, կարող եք նայել, տեսնել պարոն Վարդանյանի պարզաբանումները, մասնավորապես պարոն Վարդանյանը այն պարզաբանման, այն էր ասում ըստ էության, բացի նրանից, որ նշում էր, որ դա ինչ-որ խարդավանք կամ չգիտեմ ինչ, տենց ինչ-որ էլի, տենց բառը հստակ չեմ հիշում, բայց պարզաբանումը այն էր, որ տեխնիկական խնդիր է եղել։ Ճիշտ ասած, ես այսօր նայեցի եւ նաեւ Երկիր.am-ի պարզաբանումը նայեցի, այնտեղ պիտի արձանագրեմ, որ որևէ նշում նրա մասին, որ տեխնիկական խնդիր է եղել, չկար։ Մի քիչ դժվար եմ պատկերացնում, ինչ տեխնիկական խնդիր պետք է լինի։ Եվ մանավանդ, որ այստեղ եւս մի կարևոր փաստ կար, որը ես հիշում էի, երեք այտենց մի թեթև ասեցի, հետո ավելի մանրամասն նայեցի, իրականում շատ վատ ձևակերպումներով Նարեկի վերաբերյալ, այդ ընթացքում, երբ որ երեքի նկարներով էր, Տելեգրամյան ալիքներից մեկում Երկիր.am-ի ըստ էության մեղադրում են, ասում են, շատ մեղմ եմ ասում, Նարեկ Սամսոնյանի նկարը տեղի չեք դրել, շատ վատ ձևակերպումներով, եւ դրանից հետո ժամանակագրորեն հետևում է այդ նկարը փոխելը, թե ով է, ինչ որ մեկը զանգել է, չի զանգել, գրել է, չի գրել, ես չեմ կարող ասել, բայց սրանք են փաստերը, որոնք որ Նարեկ Մալյանը ներկայացրել էր, ես էլ հարցի շրջանակներում դրա մասին խոսեցինք, բայց հետո ինքս որոշեցի մանրամասն նայել։ Եվ սա վատ բան է, իմ կարծիքով այս ամեն ինչի մասին պետք է հրապարակային խոսել։ Քաղբանտարկյալների հարցում միասնականության մասին ենք խոսում եւ բոլոր խնդրահարույց հարցերը պետք է քննարկել։ Եվ ուզում եմ ասել, որ իմ լրացուցիչ այս հարցը դիտարկելու բոլոր հրապարակումները նայելու արդյունքում ցավոք սրտի պետք է հանգեմ այն հետևության, որ այստեղ խնդիր կա, ու խնդիրը արձաբանված չի։ Ընդ որում նաև Աղվան Վարդանյանն է նշում, որ մեծ գործարվում, դա չեմ վիճարկում, ոչ միայն չեմ վիճարկում, այլև հաստատում եմ, լիքը բաներ չեն ասում։ Այսինքն պատգամավորները այո, իրենց մանդատը օգտագործելով, դա երևի միակ բանն է, որը որ արդյունավետ է, երեք դրա մասին խոսեցինք։ Այո, այցելում են, այո, հարկ եղած դեպքում նաև փորձում են ինչ-որ միջամտություններ անել իրավունքների մասով, վիճակը օրենքին համապատասխանեցնելու մասով, Միքայել Սրբազանի պատարագի հետ խայտարակ չթույլատրելու մասով, բայց երբ որ սենց բան ալնում, սա տհաճ վիճակ է ստեղծում։ Եվ պետքա իրականում պատրաստ լինենք բաց քննարկման, անկախ դրանից, թե ում նկատմամբ ինչ վերաբերմունք ունենք։ Հիմա Նարեկ Մալյանն է սա գրել եւ իր ներկայացրած փաստերը, մասնավորապես այն որ եղել է լուսանկարը 3-ով, հետո փոխվել է, այդ ընթացքում եղել է երկրորդ նախագահի քարոզչությամբ կամ նրան աջակցող
կառավարության զբաղվող կամ նրան աջակցող Telegram ալիքներից մեկում շատ վատ, որը պետք է քննադատել։ Ես ուշադիր չէի երեք այդ լայվ տեքստի մասով, բայց դա պետք է դրա մասին խոսել ու քննադատել, ասել սա անթույլատրելի է։ Քաղբանտակյալի վերաբերյալ ինչ որ շուն, մուն, բան, sense բաներ կգրեն։ Էս ինչ բան է։ Եվ մենք մեզ ճղում ենք միասնական հարթակի, միասնական մոտեցման, միասնականության տեսանկյունից։ Մարդիկ տեսնում են, չէ՞ սա։ Ինչքան էլ մենք խոսենք, ինչքան էլ մենք ասենք ամեն ինչ լավ է, բայց եթե ամեն ինչ լավ է, ինչ է ամեն ինչ այսքան վատ։ Պարտքս համարեցի նաև այս հարցին անդրադառնալ, որտեղ նաև մարդիկ կային, որ լավ չէին պատկերացրել, մարդիկ կային ասում են, ախր sense բան է այդտեղ գրածեղել դու ես իսկապես ամբողջությամբ չէի տիրապետում այս բանը։ Հետո տեսա, որ ցավոք սրտի պարզաբանումները երկիր AM-ի դրա մասին չէին, որ տեխնիկական խնդիր է եղել, հիմա կուղենք, ուղղված չի, շարունակում է մնալ երկուսով, իրենց գործն է, իրենց խմբագրական քաղաքականությունն է, այդ չի հարցը։ Բայց sense բաները տհաճ, այսպես, ինչ են ասում, ռուսերեն բառ կա, պրիվկուս են թողնում։ Եվ դրա մասին իմ կարծիքով պետք է բաց խոսել։ Եթե մենք ուզում ենք ազնիվ լինել, եթե մենք ուզում ենք առաջիկա process-ներում քաղաքացիների վստահությունը շահել, պետք է բոլոր հարցերում ազնիվ լինենք։ Ես այդպես եմ կարծում եւ սա համարում եմ դրա դրսևորումներից մեկը, դրան էլ անդրադառնում եմ այն պարզ պատճառով, որ երեք մենք հրապարակային այդ քննարկումը ունեցանք քաղաքացիների, մեկից ավել քաղաքացիների գրառումների հիման վրա։ Եվ դա բացարձակ այն, որ այցելում են, այն, որ փորձում են օգնել, դա բացարձակ ճշմարտություն է, բայց սա էլ է բացարձակ ճշմարտություն։ Որ եղել է 3 լուսանկար, հետո եղել է այդ բանը խայտարակ վիրավորական արտահայտությունը, բա ինչի եք դրել Նարեկ Սամսոնյանի լուսանկարը Միքայել Աջապայանի հետ, որից հետո այն ըստ էության փոխվել է։ Թե ով է զանգել կամ ինչ որ մեկը զանգել է, չի զանգել, ով այդ որոշումը կայացրել, ոնց ա եղել, ես չեմ կարող ասել։ Բայց այս սրանք փաստեր են։ Դրանից յուրաքանչյուրը կարող է հետևության գալ։ Եվ չունենք փաստ, որ երկիրը հայտարարել է, որ եղել է տեխնիկական խնդիրը եւ տեխնիկական խնդիրը հեսա լուծում ենք։ Դա չունենք։ Ամենայն հարգանքով։